Ավակ շաբաթ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է ավակ, այսինքն մեծ շաբաթ։ Ավակ կամ մեծ կոչվելու պատճառն այն է, որ այն մեզ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը, վերջին 7 օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը։ Այս շաբաթվա յուրաքանչյուր օր ևս կրում է ավակ անվանումն ու իր այլաբանական խորհուրդն ունի։ Ավակ շաբաթն սկսվում է Ծաղկազարդի կիրակիով, Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքով, որի մասին պատմում են 4 ավետարանները։ Եվ բազում ժողովուրդ իրենց գեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա։ Առաջից և հետևից գնացող ժողովրդի բազմությունը աղաղակում էր և ասում. «Օրհնություն Դավթի որդուն, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնություն բարձունքներում»։ Մատթեոսի ավետարան։ Ծաղկազարդի օրը, նորին Սուրբ Օծություն, Տեր Գարեգին II կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, հռչակված է որպես մանուկների օրհնության օր, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին ասելով. «Օրհնություն Դավթի որդուն»։ Մատթեոսի ավետարան։ Հայրն է, որևէտես ես, Սուրբ Եղեցիանն քո, Եղեսի արքայություն քո, Եղեցի կամք քո, որպես էլդինս է վերդրի, զհաց մեր խանաբազոր, տուր մեր այսօր, և թող մեր զպարտիս մեր, որպես և մեր թողունք մերոտ պարտապանած, և մի տանից մեզի փորձություն, այդ հրած մեզի չարել, զիքվայ արքայություն և զորություն և փակ հարիտան ամին։ Կարոտի ու սպասումի, Ռևանքի ու սիրառատ բաների փոխարեն
Որպես սկիզբ հանդիպման ուզում եմ ասել. ողջույն սիրելիներ, ողջույն բոլորիդ, գարուն են, պայծառ գարուն, փթթում են նորահարս տարրերը, կարկաչում են արվակները, արևն առատորեն ջերմ համբույրները ուղարկում ծիր ու ծաղկի, ծառ ու թփի, ջերմացնելով նաև մեր մարդկային հոգիները։ Ինչ թռչունները? Իսկ թռչունները այնքան երջանիկ են, այնքան երգեցիկ։ Ամենաերջանիկները ծիծեռնակներն են, որոնք այսօր օրհնված ճյուղերով վիճակվեն այս դահլիճում։ Չէ՞ որ վաղը ծաղկազարդ է։ Չեք հավատում։ Ահա, եկեք դիմավորենք նրանց։ Խնդրեմ։
Սիրելի տատիկներ, սիրելի մայրիկներ, քույրեր, Տիտերնավ պարարվեստի թատրոն ստուդիան ջերմորեն շնորհավորում է ձեզ կանանց մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը գեղեցիկ տոների կապակցությամբ, մաղթելով առողջություն, խաղաղություն, երջանկություն, անձնական կյանքում, սիրելի կանայք, եղեք միշտ ուրախ, հմայիչ ու գեղեցիկ, շրջապատված անսպար ուշադրությամբ և ոգատարությամբ, թող բարի հաջողությունը լինեն ձեր մշտական ուղեկիցը կյանքում։ Բնության զարթոնքը որպես Հովանի լինի ձեզ և ձեր ընտանիքներին։ Աստված պահապան ձեզ, սիրելի կանայք։ Մենք շատ ենք սիրում, ալիքով։ Իսկ այժմ կփորձեմ ներկայացնել մի գեղեցկուհու, հայուհու, մի հրաշք ձայնի անձնավորության, ով իր առաջին քայլերը կատարել է երկարվեստում, Ջիվանդու դպրոցում, ասեմ, որ պարել է Տիտերնավ պարային ստուդիայում, փոքր տարիքում, չնայած իր 17 գարուններին արժանացել է 3 գրամպրիների, բազում մրցանակների, որոնք հիմնականում արտերկրից է բերել Հայաստան այդ մրցանակները, և այժմ սովորում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում, ցանկանալով կրթությունը շարունակել նաև բուհում։ Եվ այդ գեղեցկուհու անունն է Ինեսա Աբրահամյան, դիմավորություն համար, այլեք հրաշտանի ձայնը, Ինեսա Աբրահամյան, տապան է, բացը, դիմակը համոզել իմ ապարել։
ձեր աղջկա ձայնը անսպառ, միշտ այսպիսի եւ ավելի մեծ եւ Հայաստանից դուրս գեղեցիկ դահլիճներ զարդար։ Շնորհակալ եմ շատ։ Ինեսի Մայրեն։
այլև եղեք առողջ, ապրենք խաղաղ, ապրենք ժպիտներով լեցուն, ամուր ընտանիքներում, մեր երեխաներին մեծացնենք, այնպես, որ ինչպես որ դուք եք ուզում, Աստված պահպանվի։ Համապատասխան ծափ չէ, բարձր։ Ամեն մեջը հիման կրանք է, բայց է կստապարում, բարձր։ Մեկ լոպե երեխաները կորվեն, կեցեք մեր հրաշքներ։ Այս գույները թող ձեր կյանքում ու ձեր սրտում միշտ լինեն։ Գունեղ ապրեք, սև ու սպիտակով չապրեք, երեխաներ։ Մենք ձեզ շատ ենք սիրում, երեխաներ։ Դա փոքր երեխաներ ձեռքերը բարձր։
աշխարհում կա հայերի, որ նայում են տեսնում ինձ մանուկ երևի ու ավելի բարի աչքեր էլ չկան, որ ինձ տան սեր Կարծես երկու արևիններ ուղղվեն անդադար Միայն ինձ համար աչքեր, որ ինձ ունացորից չես լուր ինձ Որ ասում եմ, մամա զգում եմ քաղցր Համանուր խոսքերից ամենից ամենալ Քեզ սիրում եմ, մամա լույսի պահապանը Դու ես եղել կասում միշտ կամանաս Ման, քո գրկում անգամ Մեկ է ես միշտ կարապանից Այս աշխարհում կա մի քնքուշ, հարազատ մի ժպիտ, որ տալիս է ու մի անուշ չքնած ծիծաղ, որ տալիս է հոգուս, հուս Անգին գիտես դու ինձ ես քեզ Ոսիր ինձ համար Իջել աշխարհորից անպես տանում եմ սեր Ու ճաղրում
նա այստեղ է։ Կարինեն, խնդրում եմ մեկ րոպե լուրությամբ հարգենք Լուսինեի և Կարինեի հիշատակը մեր խումբը։ Մենք միշտ հիշում ենք նրանց, միշտ։ Մեր խումբը մինչև այսօր այո գոյատևում է և բոլոր բարողներ ովքեր տեսել են, ճանաչում են։ Մեկ րոպե լուրությամբ եկեք հարգենք, շնորհակալ եմ։ Շատերը չգիտենք, բայց ես Կարինեի հետ միասին եմ ստեղծել այս խումբը, Շատի խումբը 25 տարի առաջ։ Իհարկե մեկ տարվա ընթացքում Ծիծեռնակ դեռ չէր կոչվում 99 թվականին։ 2000 թվականին խումբը կոչվեց Ծիծեռնակ։ 2008 թվականին այդ ահասարսուր դեպքը և պատահեց մեր հրաշք Լուսինեն Սարդարապատում պարելու ժամանակ տահողումը մենք կորցրեցինք Լուսինեին այդ գույժ, որ լսեցի ես այդ պահին այնտեղ չէի։ Որից հետո Կարինեն այդ ամեն ինչի ինքն էր տեսել իր ձեռքերով, երեխային գրկել, մի խոսքով, չեմ ուզում ձեզ տխրեցնել։ Հարգելի Սուսաննա, մենք միշտ հիշում ենք Կարինեին, Լուսինեին, Աստված նրանց շիրի, որ միշտ լույս իջեցնի։ Ինչ ասեմ, մեծ վիշտ ու ցավ, որը մենք միշտ կրում ենք մեր սրտերում։ Աստված պահապան ձեզ, առողջություն ձեզ։ Մամ ջան, ես քեզ շատ եմ սիրում։ Oh
հետ կկրկնենք։ Մենք խաղաղություն ենք ուզում։ Հարգելի մայրեր, սիրելի մայրեր, տատիկներ, իրեր, ապրենք խաղաղ, սիրենք իրար, ներենք իրար, փոխըմբռնումով ապրենք, մեր ընտանիքները նորից եմ կրկնում, թող լինեն միայն ջերմություն, սեր, փոխադարձ հարգանք, եւ ինչու՞ չէ, նաեւ հասարակության մեջ։ Եկեք սրտի դառնությունները հանենք, միայն սեր տարածենք, սեր մայրերն են ավելի շատ տարածում, որ մեր երեխաներն էլ տեսնեն եւ նույնը սովորեն։ Շնորհակալ եմ ձեզ։ Մենք ձեզ շատ ենք սիրում։